Պարոն Շուշյան, գիտեք, այս սպանությունները, ինչպես հիշում եք, Սև լուսնի եւ Մարսի դիրքով էր։ Ամբողջ համարյա 1 ամիս էր սեպտեմբերի վերջից մարտը մինչև նոյեմբերի 5-6-ը գտնվում էր Կարիճում։ Սև լուսինը բոլոր տեսակ այդ գաղթակղություններ սարսափելի է, բացում ես համացանցը ամեն օր կամ ինքնասպանության կամ մարդասպանության դեպքեր են։ Իմիջիայլոց մի հարցել եմ ուզում անդրադառնալ, ձեզ մոտ չեմ խոսել, բայց ինձ հետևորդները տարբեր հարթակներում գրում են, ինչու՞ չեք կանխատեսել 2 երեխաների դեպքը, սիրելի հետևորդներ, տեսեք խոսքից խոսք բացվեց, նպատակել չկար, բայց քանի որ այստեղ այլ հարթակ է, տարբեր հարթակներում տարբեր այդպես մոտեցումներ եւ նախասիրություններ ունեցող մարդիկ են, սիրելի հետևորդներ, ես 2 դեպքից առաջ էլ կանխատեսել եմ, առաջին երեխայի դեպքից, որը 2 տարեկան էր, դեռ 10 օր առաջ, մայիսի 9-ին արդեն իմ կանխատեսումները արել եմ, իսկ դրանից մի քանի օր հետո հստակ ներկայացրել եմ իրավիճակը։ Երկրորդ երեխայի դեպքում էլ այո, կանխատեսումները արվել եմ մեծ շրջանակներում, համախոհներ, ընկերներ, դեպքի համար հանրայնացրել եմ, քանի որ այլևս, պարոն Ղուշյան, այս երկրորդ երեխայի դեպքում հստակ էր երևում, որ մահացած է երեխան, որտեղ արև Պլուտոն քառակուսի էր, արևը Կարիճում, Պլուտոնը ջրհոսում եւ այդ արդեն դիրքավորումը, այսինքն մոլորակները պետք է sense մոտենան, որ ինչ-որ իրավիճակ լինի, արդեն իրենք առանձնանում են, դա նշանակում է, որ իրավիճակը տեղի ունեցած, բայց ես չէի պատկերացնում, որ հայ ծնողներ, այսինքն աստղաբանությունը ցույց էր տալիս, իմ գլխի մեջ չէր տեղավորում եւ այնտեղ արդեն հայցողնող լինելու կամ չլինելու մեջ տարբեր բարկացներ կան, այսքանով ուզում եմ ամփոփել, բայց թող մեր հետևորդները իմանան, որ այո, ես կանխատեսումները կատարել եմ ցավոք եւ հենց դեռևս մարտ ամսից, մարտի 27-ից 2025 թվական 2027-ի մոտակայքում Սև լուսինը անցավ Կարիճ եւ բոլոր աստղաբանները, ովքեր մանավանդ արևմտյան աստղաբանությանն են հարում, նրանք բոլորը գիտեն, այո, գալիս են գայթակղություններ, սպանություններ, դավաճանության հողի վրա, մեքենայություններ, ֆինանսական այդ շորթումներ եւ այս վերջերս հենց այդ ինչ որ խաղ կա, չեմ ուզում գովազդել, 10 տեսակ խաղի միջոցով հաճախորդը զանգեց անցած օրը ասեց, որ հետևորդներից գրել էր, որ խաղի միջոցով $1000 ներդրում եմ արել, պետք է այդ գումարը կրկնապատկվեր, հետո հանեինք եւ մինչեւ կրկնապատկելը արդեն իսկ այդ գումարները չկան եւ շատ մեծ քանակության են այդ խաղատեսակները, վերջերս էլ այդ IT, այդ նաեւ նմանատիպ հարցերով զբաղվող մասնագետը, որը պարբերաբար զգուշացնում է, բայց բավականին ուշ է եւ շատ մեծ այնտեղ ցույց տվեցին համացանցով, որ ամբողջ մի գյուղ ներդրում է արել, երև մեկը մյուսից վարակվելով, 1-2 անգամ շահումներ են բաց թողել, այդպես